Այսօր միասին կնայենք իմ 2026 թվականի wishlist-երը, որոնք են կատարվել, իսկ որոնք ոչ։ Առաջինը կսկսենք մազերից ու եղունգներից։ Իրականում ես շատ երկար ժամանակ եմ ուզեցել ներկել իմ մազերը հենց այս ձև, ու ինչպես նաև սարքել իմ եղունգները։ Հաջորդ բանը, որ իմ կյանքը փոխեց 180 աստիճան, դա որ մենք տեղափոխվեցինք Ամերիկա, իրականում ես շատ փոքր ժամանակ էի ուզում տեղափոխվել այստեղ ու հաճախել այստեղի դպրոցը, որովհետև տեսնում էի դեռահասների վիդեոները, ֆոտոները այստեղի ու շատ ուրախ եմ, որ իմ երազանքը իրականացավ։ Երրորդ բանը, որ ես շատ ուրախ եմ, որ իմ մեջ հաղթահարել եմ, դա խոսակցական վիդեոներ նկարելն է, քանի որ ես կոմպլեքս ունեի մի փոքր ու իրականում այդ խոսալով վիդեոները իմ մոտ մի քիչ չէին ստացվում ու շատ լավ է, որ այս տարի հաղթահարել եմ։ Մյուս բանը, որը իմ wishlist-ի մեջ էր, դա գնալ Sephora։ Sephora չկար Հայաստանում, ավելի ճիշտ մի հատ կար, բայց կարծեմ ինքը on-line խանութ էր, իսկ Գյումրիում ընդհանրապես չկար, ու ինձ թվում է, այս իմ երազանքն էլ իրականացավ։ Հաջորդը դա նշել իմ ծնունդը Disneyland-ում, ովքեր չեն տեսել իմ վլոգը, մտեք իմ YouTube-յան ալիքը եւ այնտեղ երկար վլոգը կա Disneyland-ի։ Մյուս բանը, ինչով ես հենց հիմա նկարում եմ, դա իմ հեռախոսն է։ Իրականում այս իմ հեռախոսը որ կա իմ հիմն է, ու ինքը մի փոքր լավ չէր աշխատում, իրականում իմ wishlist-ի մեջ չկար նոր հեռախոս, որովհետեւ մտածեցի, որ մինչեւ 2026 թվականի հեռախոսը նորմալ կլինի, բայց չէ, ու ուրախ եմ, որ հիմա ունեմ վերջին հեռախոս։ Հաջորդը կոնկրետ բան չեմ կարող նշել, բայց իմ wishlist-երի մեջներ գնալ հավեր շոփինգների եւ վիդեոներ նկարել, ու ոնց որ թե իմ մոտ ստացվում է, լիքը ինձ հավեր կոսմետիկա եմ գնել, խնամք, շորեր, կոշիկներից ինչպես նաեւ ագզերը, որոնց էլի շատ երկար եմ սպասել։ Եվ ինձ թվում է այս տարվա իմ վերջին երազանքը wishlist-ը, որ իրականացել է, դա MacBook-ն է, մոխրագույն Air, որը ես շատ երկար ժամանակ ուզում էի։ MacBook-ը եղել է Christmas-ի, ինչպես նաեւ իմ դպրոցը լավ գնահատականներ ավարտելու կապակցությամբ։ Իսկ եթե դուք ուզում եք, որ մյուս տարի էլի նման ֆորմատով վիդեո նկարեմ, կոմենտներում անպայման նշեք ու չմոռանաք միանալ իմ էջին։